Տագնապային անձը չի ապրում առանց զգոնության, նա մշտապես սպասում է դավաճանության կամ հիասթափության։ Ինչու՞, որովհետև անցյալում ստացած վերքերը նրան սովորեցրել են, որ վստահելը հավասար է խոցելի դառնալուն։ Վստահությունը տագնապայինի համար վտանգավոր շռայլություն է։ Անցյալի փորձառությունները դառնում են ֆիլտր, որով նա զննում է բոլոր նոր հարաբերությունները։ Այդ ֆիլտրից անցնում են միայն այն ապացույցները, որոնք հաստատում են մարդիկ կարող են հեռանալ, խոստումները կոտրվում են, սերը կարող է վերածվել ցավի։ Ահա սրա հետևանքները, որոնք մենք կարող ենք տեսնել ամեն օր։ Գերվերլուծություն, ամեն խոսք, ամեն ժեստ վերլուծվում է թաքնված սպառնալիք գտնելու համար։ Հեռավորություն պահպանելը, մտերմանալուց առաջ միշտ կա պաշտպանական պատ, որի հետևում նա թաքցնում է իր իրական զգացմունքները։ Կասկածամտություն, նույնիսկ ամենաանկեղծ ջերմությունը կարող է ընկալվել որպես ինչ-որ բան ուզելու նշան։ Կարևոր է հասկանալ, տագնապային մարդը չի վստահում ոչ թե որ չար է, այլ որովհետև նրա ուղեղը ցավը վեր է դասում հնարավոր հիասթափությունից։ Նա չի ուզում կրկին զգալ այդ անկառավարելի ցավը։ Վստահության բացակայությունը ոչ թե թուլություն է, այլ հոգեկանի պաշտպանական մեխանիզմ աշխարհում, որը մի անգամ արդեն ցույց է տվել իր անկայուն կողմը։ Տագնապային անձը չի կարողանում պարզապես բացել սիրտը։ Նա մշտապես սպասում է հաջորդ հարվածին, հաջորդ դավաճանությանը, հաջորդ անտանելի ցավին։ Ինչու՞, որովհետև անցյալում մի անգամ արդեն կոտրվել է, այրվել է, մենակ է մնացել, եւ այդ ցավը դեռ այրվում է ներսում, եւ այդ ցավը նրան անընդհատ հիշեցնում է, որ չվստահի կրկին։ Վստահելը նրա համար նման է անձայն քայլել ականապատ դաշտով, աչքերը փակած, անցյալի վերքերը դարձել են անտեսանելի պատեր, որոնց հետևում նա թաքցնում է իր ամենախոր զգացմունքները։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը մոտենում է, ուղեղը շշնջում է, նրանք կհեռանան։ Նրանց խոսքերը սուտ են, սերը միշտ վերածվում է արցունքների։ Այս ամենի հետևանքները, որոնք մենք զգում ենք մաշկի վրա, անվերջ վերլուծություն, ամեն ժեստ, ամեն խոսք, ամեն լռություն դառնում է ապացույց, որ ինչ-որ բան սխալ է։ Սիրտը խփում է, ձեռքերը դողում են, մտերմությունից վախ, մոտենալու ցանկություն կա, բայց վախը ավելի ուժեղ է, ավելի լավ է մենակ մնալ, քան կրկին կոտրվել։ Կասկածի թույն, նույնիսկ ամենաջերմ գրկախառնությունը թվում է ժամանակավոր, իսկ սերը մինչև առաջին սխալը։ Խորքում տագնապային մարդը չի ուզում մենակ մնալ։ Նա պարզապես այնքան է վախենում կրկին կորցնելուց, որ նախընտրում է ընդհանրապես չունենալ։ Նա չի վստահում ոչ թե մարդկանց, այլ այն ցավին, որն արդեն մեկ անգամ գրեթե սպանել է իրեն ներսից։ Այս պաշտպանությունը ոչ թե սառնություն է, այլ վիրավոր սրտի լացը, որն այլևս չի ուզում արյունահոսել։